Թմրանյութերի շուկան վերահսկվում է մեր թշնամիների կողմից։ Ամենացավալի թեման այն է, որ մեր կլադմեններին բռնում ու ծեծում են, իսկ հետո ցածր գին ու մարիխուանայի լեգալիզացիա են ուզում։ Որքան դուք այդպես վարվեք, այնքան մարդիկ չեն տարբերելու օրգանիկ թմրանյութը քիմիականից։ Մենք պետք է հստակ տարբերակենք։ Մենք կարող ենք քիմիական թմրանյութ վաճառող կլադմեններին կանգնեցնել, պատասխանատվության ենթարկել եւ ստիպել հրապարակային ներողություն խնդրել։ Իսկ եթե օրգանիկ մարիխուանա վաճառող կլադմենի եք բռնել եւ ուզում եք ուղղակի հաշվեհարդար լինել, կարելի է ուղղակի վերցնել ապրանքը եւ առանց բռնության հեռանալ։ Եթե մենք սկսենք այս ամենը ճիշտ վերահսկել, քիմիական թմրանյութերի վաճառքով զբաղվող կլադմեններ եւ այլ աշխատողներ պարբերաբար խնդիրներ ունենալու դեպքում կսկսեն միայն աշխատել օրգանիկ մարիխուանայի վաճառքով զբաղվող խանութներում։ Օրինականացումը միայն օրենքի կամ թույլտվության հարց չէ, այն հասարակական գիտակցության եւ մշակույթի ձևավորման գործընթաց է։ Մենք ապրում ենք մի դարում, որտեղ սոցցանցերը դարձել են մեր ձայնը, մեր զենքը եւ մեր ազդեցության գործիքը։ Եթե ուզում ենք, որ մարդիկ ճիշտ հասկանան օրինականացման կարեւորությունը, պետք է խոսենք դրա մասին, առանց քարոզչական վախերի։